Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, այսօր հուլիսի 17-ն է և եթերում է հանրային դատ հաղորդաշարը այս շաբաթվա վերջին թողարկումը, այսօր ուրբաթ է։ Մեր մշտական անդամները իրենց տեղերում են, это Աբաս, Անդո, Բոզի տղա Սասուն, ում ամբողջ ընտանիքը այս պայդրությամբ հանրային տուալետը սպասարկելու է այսօրվա մեր հյուրերին, Վայ Ղազարյան, ոստիկանապետ, Աննա Վարդապետյան, Լակիրովանի դագաղը դնեմ և իհարկե Արգիշտ Քյարամյան, Ռուզիկ դռնակը բաց և իհարկե Քրիստիկ, որ հերթապահում է երկնային գրասենյակի մոտ։ Ներս ենք հրավիրում այսօրվա մեր հյուրերին։ Մանախ անցինստի Կենտրոնի ներկայիս թաղապետը, ինչ է դրա զգավունը, Պետրոս Պետոյան, ուր այդ բոզի տղեն, անցի, վերջինից եղբայրը, ինչ աղբորավունը, Վրամ Պետրոսյան, Պետրոսյանա, Պետոյանա, Պետրոսյան, ինչպես նաև Factor Production, Ռուդիկ Տեր Գալասյան, կամպանիայի ղեկավար կամ սեփականատեր, չգիտեմ իշխերը գլոխա։ Տիգրան Ռոբերտի Նազարյան, X օլիգարխ, ML Mining-ի սեփականատեր Դավիթ Սուքյասյան, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրազյան, Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Խաչատրյան Հայաստան խմբակցությունից, Բոզի տղա, անցի նստի։ Աննա Վարդապետյանը ստեղա, Աննա Վարդապետյանի բոյֆրենդ Նշանիկ Մաթևոսյան, կամ Նշան Մաթևոսյան, հոկտեմբերանցի Գանդոն։ Վազգենի Քուր, Best Western Bohemian Resort, օբյեկտի սեփականատեր, Արսեն Ասլանյան, և նրա որդին, Ալեն Արսենի Ասլանյան, որ իբր թե երգիչ է, Վալտեր Ավակյան, էլի նույն օբյեկտի հետ կապ ունի, Նորադուսի Արա Ալիք, Ալիքը կարա գնա, Արան կարա մնա, Նորադուսի Արա, նույնինքը Արա Բանդուրյան, Արզենի թռչնաֆաբրիկա, սեփականատեր Գեղամ Ջանվելյան, Սյունիքի մարզպետ Գանդոն, անցի նստի, այսօր պորնոյա, Էնվեդենստեյա, Սալվա, Երևանի քաղաքապետարան, Սիսի Բոզի տղա, Նիկոլ Ղախպի տղա, Ագարկա Քաձի հետ, Աննա Բոլենի հետ, անցեք նստեք, Դատախազ Դոխոյան և Դատախազ Հարությունյան, անցեք նստեք Ղախպի տղեք, Անձնագրերի միգրացիայի կամ պասպորտ սեղանի վարության պետ, ժողովրդական լեզվով, Արմեն Ղազարյան Բոզի տղեն, դե բանը ստեղա, Սարգիս Կարոլինա, Փլուշ Գանդոն, Երվան Թարվերձյան, Փլուշ, անցի նստի, Փլուշ, Սալվա, մնացածին արդեն ձերի հետ։ Вся семья в сборе, Ռուզիկ դռնակը փագի, Գագոին էլ ասա գաներս, Գագո, անցիներս, Թողմախեմերին էլ ասա թողաներս, տոյլ անցի նստի, որ ասում հաղորդումը սկսված է։
Սկսենք բողոքներից։ Ուրեմն այսօր ես անընդհատ այս 5 տարի ես ասում եմ, բայց ամեն տարի այդ երևույթը ավելի ու ավելի է խորանում, որ Հայաստանի Հանրապետությունում տիրում է համատարած բարդակ։ Բարդակներից մեկը վերաբերվում է մեր սպառողներին, որոնք որ սիստեմատիկաբար ահազանգում են մեզ, ասում են պարոն Ղուկասյան, գոյություն են Հայաստանում տարբեր տեսակի տարատեսակի ֆիրմաներ, որոնք մատուցում են տարբեր տիպի ծառայություններ, չգիտեմ, նավեսնոյ պատալոգ կամ տեսախցիկների տեղադրում, ռեմոնտ, գույք բերեն հավքեն եւ այլն, նմանատիպ բաներ, որոնք որ վերցնում են առանձին գումարեր քաղաքացիներից, որը կոչվում է ինչ են ասում դրան ապահովագրական գումար, երաշխիքային գումար, որ այս ապրանքը պիտի 3 տարի կակ մինիմում ձեզ ծառայի կամ 5 տարի կամ մի տարի, չպիտի փչանա, փչանալուց է պիտի գանք անվճար վերականգնենք, փոխենք, որովհետև դուք դրա համար վճարում եք։ Մարդիկ էլ միամիտ վճարում են, ասնման մի տարի, 2 տարի, տարի ու կես եւ այլն ապրանքը փչանում է, խնդիր առաջանում, վեկալում են զանգում են այդ կամպանիային, որ ասեն արի քո դրած ապրանքի տերկայնի, բանից բարձրվում է այդ ֆիրման այլևս գոյություն չունի։ Ֆիրման բերում տեղադրում են, մի տարի հետո այդ ֆիրման լուծարում են, բացում են մի հատ ուրիշ ֆիրմա, բայց համարները թողում են նույնը։ Քաղաքացին զանգում է օրինակ 095 Օրինակ, ես մի հատ ֆիրմա, մենք եկեք զանգենք։ Փաստով։ Առանց անունը տալու, եթերով։ Սխալենք 95 Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Համոին կարելի է։ Հալո, զանգը։ Ներողություն, այս հեռախոսահամարը մեզ թողել են որպես ֆիրմայի հեռախոսահամար, տեսախցիկներ վերականգնելու եւ այլն։ Հալո, զանգը, համո չկա համար։ Չկա դες բան, չէ՞։ Շնորհակալություն։ Ահա։ 095 55 56 24 Հիմա ախտրեմ զանգում ես, ասում ես սխալ եք զանգ, այդպես մարդ չկա լեւս։ Բայց այս համարը թղթի վրա գրած հանձնված է քաղաքացիներին, որ բերել ենք, բան ենք տեղադրել, նավիսնոյ պատալոգ, ես ինչ գրողս էր ցավ եւ այլն։ Հիմա զանգում ես, վերջ։ Նման կոմպանիա այլևս գոյություն չունի։ Եվ ստեղ մենք առնչվում ենք օրենքի բացի հետ, որ ընկեր կամպանիա, եթե դու վերցրել ես քաղաքացուց X գումար, հետագայում քո, չգիտեմ, կամերաները փչանալու դեպքում բերես, վեգալ ես, զարքես, նշանակություն չունի, կահույք ես տեղադրել, նավեսնոյ պատալոգ ինչ գրող ու սև ցավ, դու ուրեմն այդ գումարը պիտի հետ տաս։ Օրենքը ստեղ բաց է։ Բաց է, որովհետև համատարած բարդակ է։ Բարդակի վառարցուկը մենք տեսանք ընդամենը մի օր առաջ, որ Երևանը վերածվել էր Վենեցիայի։ Ու հետուստի ես հիմիկվանից հայտարարում եմ, որ նախընտրական ծրագրի մեջ սրա մասին լինելու է կետ, վերցրել ես քաղաքացուց երաշխիքային սպասարկման գումար, օբյեկտը կփակվի, ֆիրման կվառվի, դու կմտնես դագաղը, թե ինչ կլինի, եթե քաղաքացու ապրանքը փչանումա, զանգումա օբյեկտը արդեն փակվել է, ուրեմն ֆիրման պարտավորվում է 30 օրվա ընթացքում պատալոգ վերցրած գումարը վերադարձնել քաղաքացուն։ Սա օրենքի բաց է, որ այդ կապված ես խոստանում եմ իմ ընտրողներին, որ անպայման այս նորմը կմտնի նախընտրական ծրագրի մեջ։ Բողոքների մետ ավարտենք։ Արզնի թռչնաֆաբրիկա տնօրեն Գեգամ Ջանվելյան, օբյեկտի ընկերությունը որդին Գևորգ Ջանվելյան, որը չի ծառայել նորից բանակում, դե բանակնային չանի, հավերին թողա։ Ուրեմն ինչից են բողոքում ձեր աշխատակիցները, ընկեր Ջանվելյան։
Աշխատակիցները բողոքում են, որ մենք տարիներով աշխատում ենք, բայց արձակուրդ գնալու իրավունք չունենք։ Դուք մարդկանց չեք ուղարկում արձակուրդ, գործում է սրկատիրական համակարգ։ Ուրեմն, որպեսզի ավելի հիմնավոր լինի, ես դիմում եմ այն աշխատակիցներին, որոնք որ ունեն ճուշ պլոր, կամ եթե չունեն ճուշ պլոր, բայց նախկինում աշխատել են այդ հիմնարկությունում եւ կարող են փաստով, եթերով, անուն ազգանունով, հրապարակայնորեն հանդես գալ եւ հայտարարել, որ այո, մենք աշխատել ենք 2 տարի, 3 տարի կամ մի տարի ու չեն գնացել արձակուրդ, մեզ թույլ չեն տվել, հիմնավոր ապացույց ձեռք բերելուց հետո Գեգամ Ջանվելյանը խնդիր կունենա հանրային դատ հաղորդաշարի հետ։ Հիմա ես միանշանակ համոզված եմ, որ ոչ մի աշխատող ռիչ չի անի, հելնի խոսա, որտեղ աշխատանքից կհեռացնեն եւ այլն, սա օմբուդսմենի խնդիրն է։ Մենք հաղորդման ինչի՞ մի րոպե ոչ, մի վարքյան։ Լավ, մենք այդ հաղորդման ժամանակը բանանենք խնայենք, այդ հաղորդումից անմիջապես հետո այստեղ պիտի լինի դրանց համարը չի, զանգեց այն օրը այն երեխու հետ կապված։ Շուտ 116 կար մեջը։ Լավ, մենք գտնենք այդ հեռախոսը համարը այդ օմբուդսմենի, գտանք Battery 80%. Connected to. Ասի, դուք զանգահարել մարդու իրավունքների պաշտպանիչից հեռախոսահամարից, տեղեկացնում ենք, որ հեռախոսազանգը ձայնագրվում է ձեր զանգման մեջը։ Ալո, բարև ձեզ։ Ձեզ հետ խոսում եմ Վարդան Ղուկասյանը։ Խնդրում եմ ընդունեք խնդրում եմ ընդունեք, չգիտեմ, դա ձեր կոմպետենցիայի մեջ երևակայի մտնում է, հետևյալ ահազանգը, մեզ ահազանգում են Արզնի թռչնաֆաբրիկայի աշխատակիցները, որոնք չեն ներկայացել։ Ու ասում են, որ իրենք աշխատելով տարիներով Արզնի թռչնաֆաբրիկայում չեն օգտվում իրենց հասանելիք արձակուրդից։ Այսինքն գործատուն աշխատացնում է եւ արձակուրդ չի տրամադրում։ Դա շատ հեշտ է ստուգել, եթե տվյալ ֆաբրիկայում անցկացվի ստուգումներ։ Ընդունեք սա որպես բան հենց իմինը բանվոր դասակարգի մասին է գնում խոսքը եւ մենեջեր առաքիչների, որոնց արձակուրդ չի տրամադրվում Գեգամ Ջանվելյանի ֆիրման։ Խնդրում եմ միասին ընդունեք որպես ահազանգ եւ օմբուդսմենի գրասենյակը թող վերցնի իր մոտ սա վարույթ։ Բարի պարոն Ղուկասյան, ես կփոխանցեմ մեր համապատասխան բաժնի մասնակիցներին եւ զբաղվեն այդ Շնորհակալություն։ Աջողություն ձեզ։ Որովհետեւ չի կարելի մարդկանց վերաբերվել որպես ստրուկ։ Սրկատիրական հասարակարգը վաղուց վերացել է, իսկ ես քաչ ծանոթ լինելով հայ մեծահարուստներին, որոնց 99.99%-ը մարդկանց վերաբերվում է որպես ստրուկների եւ դա է պատճառը, որ ես գենետիկորեն չեմ կարողանում տանել մեծահարուստներին, ես այս ինֆորմացիան ընդունում եմ որպես հալած յուղի տեղ, բայց ես ավելին եմ ուզում, որ հիմնավոր փաստ լինի ինչ որ մեկի կողմից արձանագրված նոր, դրանից հետո մենք կանրադառնանք Գեգամ Ջանվելյանին։ Քանի որ ճանաչել եմ նաև Գեգամ Ջանվելյանի հորը, եթե չեմ սխալվում, ինչ էր այդ մարդու Մարատ էր, ինչ էր սենց սաղ ջաներ, բանը Պսորյազի մեջ։ Ճանաչում եմ ես այդ մարդուն, հələ շփվել ենք, ասենք առաջ։ Ամբողջ համացանցը ողողել են տեղեկատվությամբ, որ Ռուսաստանի Դաշնությունը արգելել է Հայաստանի Հանրապետությունից մրգի պտուղ բանջարեղենի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն։ Որոշակի անգրագետ երևույթներ ասում են մենք կուտենք, թե այդքան ոնց են ուտեմ, ես չգիտեմ։ Հիմա հարգելի գյուղացիներ, այն որ խառնվել եք իրար, զանգը մեկ ինձ արդեն, մեր ծիրան մնաց, միրգն մնաց, գիլազն մնաց, խիարն մնաց, փրչերն մնացին եւ այլն։ Հիմա հելեք հավքվեք, հելեք գնացեք դավալու
բանը Արարատի մարզ, Վազգենի քվոր մոտ, ասեք այ բոզի տղա, էսի միրգը, էսի դու, հիմա դե մեր միրգը, մեր պտուղը, որը որ մենք ապրում ենք, արտահանի Եվրոպա։ Մարդ ասում է, ասում է, մենք ես ձեզի բոլորին տանում եմ Եվրոպա, ոնց է տանում, խի է տանում, ուր է տանում, մեզ ընդ սպասում են, չեն սպասում, խեղը տեղ դնող կա, թե չկա, հարց է։ Հիմա գնացեք դրան, այդ բոզի տղուն, այդ ինտելիգենտ ղախպի տղուն, դրան, Արման Բաբաջանյան, ինչ է նի բան բոզի տղաունը, Խզմալյան, մզմալյան, այդ էս ղախպեքին, ոչ, էթը մեն, ուր են, էթի ոնց որ մեկը մի հատ մեր այն բանը, օրես մի 3 օր առաջ էր, 4 օր առաջ էր, Հնդկաստանում ամուսնացավ ամենահարուստ մարդու տղեն Ասիայում, ամենահարուստ մարդու տղեն, որ նայում եմ այդ տղու վիճակը, քաքի գունդ, սենց իշնման, սենց լայնանման, էլի սենց իշնման։ Եթե Երևանի քաղաքապետարանում ծծերա, այդտեղ էլ սաղ բդեր էր։ Մտում են միհար օլիգարխի աղջիկներ սիրահարվել է այդ քաքի քաքամանի վրա, լրիվ քաքաման։ Ամեն մի մատանի 4 միլիոն, 10 միլիոն դոլարնի։ Ով կա չկա հավքե բերել էր։ Հիմա ոնց որ մենք, ես խոսքի օրինակ, ասեմ ես եթեմ եմ հարսանիք։ Եթեմ եմ Հենց եթեմ եմ, նստում եմ սամալոտ, թռնում եմ Դելի, եթեմ եմ հարսանիք։ Գնացի հասատ է, այդ շենքը հսկող անվտանգություն չասի, այ խրի գլող դու ես։ Քեզ կանչել են։ Չէ, բայց ես եկել եմ, խրստը չես եկել, վրագնա հետ։ Այն վիճակն է։ Մենք հենց եթեմ ենք Եվրոպա։ Եվրոպա մեզի կանչում է։ Ասում է արի թե չէ։ Մի հատ էսը 650 միլիոն դոլարանոց հարսանիք, դարի հարսանիք, ու հիմա այդ հնդիկը կշնակը շնան, իան դրել այդ ու պիտի դար է, կեղտոտ մազերով բանը, որ են կողի, են նիհար աղջիկը, իան սիրում է, նայմ ես այդ տողու պախոտ կենաս մեզ լավ, նուժին ես տղեն չի հասկնում, որ այդ աղջիկը իան չի կարա սիրի այդ կաքի կաշը, հետարքիրա, ոչ որ այսօր էլի շատ հարուստներ ամուսնանում են, 600 միլիոն ծախսի հարսանիքի վեն, այդ 600 միլիոնից 6 միլիոն ծախսի, այդ բդերըտ դզեին պչեին, մսերըտ հանեին թապին, որ կարանար, դաժը չի կարում կայլի, 20 տարեկան ջայլ տղայո, հարամալն է այդ փողը, հարամալն է այդ, բանը միլիոնները, որ առողջություն չունես, հիմա սնանք, էթմ են, ուր են էթմ, կանչել են, ընդեյար են ծսնում են Եվրոպայի մեջ, մի հատ բանի, Ինչ այն Ուկրայինա խնձոր էր ուզում մցներ, լեհեր հելան ուկրայնացիքին ծսերի մի հատ խնձորի համար։ Հիմա այս բոզի տղեկն ասում են մենք ձեզ տանում ենք։ Դուք պասպորտ չեք կարում տպեք։ Դուք Եվրոմիություն ուր եք եթե մորո։ Այ հիմա սիրելի գյուղացիներ գնացեք Վազգենի քվորը ծսերեք։ Ձեր միրգը դրեք դեմը թո ծախի։ Իա բոզի տղու հետ միասին։ Սա է զականադառնանք։ Մենք անադարձել էինք, այսինքն բացահայտեցինք են ուրա, այս գյոթին, Տիգրան Ռոբերտի Նազարյան, են որ թաքնված էր արդեն սաղ Հայաստան իմացավ, ով այս ղախպեն, են որ օբյեկտնի միլիարդ հատերնի եւ այլն։ Անուշապերնի քզանգի։ Ասին պարոն Ղուկասյան, այդ Rolls Royce-ը, որ էսի քշմտոb սրանով է, 77 GG դիդ հայ GG 777 եւ այլն, դա բանը պատկանում է Դավիթ Սուքյասյանին։ Իսկ Դավիթ Սուքյասյանը ML Mining-ի սեփականատերն է։ Նույն հատուկ հնչական ծառայության աշխատակազմի ղեկավար ա եղել, ինչ ա եղել, ում պիտի այսօր Աննա Վարդապետյանի, այսօր քեզ հատուկ եմ անդրադառնալու, Աննա Վարդապետյանի նման ագարկեն, պիտի որ վաղուց կալանավորացնեին, ասեն տղա ջան, էսի քեզի որտեղից, այսքան ունեցված, մի մասն էլ վեկալեմ գրում ես այս գյոթերի անունով մտում սրանք օլիգարխ են, դա ոչ մեկ չի ճանաչում, բայց կապիտալի 10%-ը սրա վրա է, 5%-ը նրա վրա է, 10%-ը նրա վրա, դետքան վուզ գրետիա վրա։ Ու այսօր կոռուպցիայի դեմ պայքար են տանը մտում, պետական բյուջեն էլ դադար գա, 300 միլիոն չկա, ասում է թե բանա, կոռուպցիայի դեմ մենք բան ենք անում, ճիշտ չի, Աննավարդ, ես այսօր քեզ թաղելու եմ, այսօր քո թաղման օրն է, համբերի։ Ու բանից պարզվում է, որ փաստորեն Տիգրան Ռոբերտին, ես ասում եմ, չախտեց օլիգարխ, չկա, աբաս, Պաստավնոյե լիցո, ինչ կա չկա գրած ես գեղացու վրեն, դրա 80%-ը պատկանում է Դավիթ Սուքյասյանին, անդո բախի չեք ծսցնում, բոզի տղայիք դրա համար, ես հետո ժողովուրդն իմանա, անցանք առաջ,
Անցանք առաջ։ Մախատ հետաքրքիր զանգ։ Battery 80%. Connected to. Yep. Call ended. Այս անտերը խեմանջատը վրա, չգիտեմ։ Ալո։ Ալո։ Battery 80%. Պարոն Գևորգյան, բարև ձեզ։ Ալո, Պարոն Գևորգյան, բարև ձեզ։ Պարոն Գևորգյան, բարև ձեզ։ Ձեզ անհանգստացնում է Վարդան Ղուկասյանը, ես ձեզ զանգել եմ մեկ հարցի շուրջ ձեզ հետ քննարկում ունենալու նպատակով։ Ասացեք, դուք իշեք լսու։ ալո, ալո, Պարոն Գևորգյան, դուք իշեք լսը։ ալո, Չլսվա Վարդան, մեկ սոկ ձենը գնաց։ ալո, Ալո։ Call ended. Մեխոտ է զանգենք։ Պարոն Գևորգյան Հակոբը Շիրակի մարզպետի օգնականն է։ ալո, Պարոն Գևորգյան, ալո, 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 չի լսում։ ալո, Դուք իշեք լսու։ Չի լսում։ Օմբուդսմենը լսում է, ինքը չի լսում։ ալո, Պարոն Գևորգյան, ալո, այ մարդ չի լսվը։ ալո, Հոպլո, ալո, այ հոպլո։ Պարզ արդեն։ Նեմա։ Լավ, չի լսում։ Մենք որ ասում մենք ուզում էինք по-хорошему։ Ուրեմն Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյան, ոտքի։ Շիրակի մարզպետը ունի օգնական Գևորգյան Հակոբ, նոր երևույթն է, որ ալո, բազմի մայո, ինքը չի լսում։ Նախկինում աշխատել է 23 դպրոցի տնօրեն։ Ես էսի հատուկ ասում եմ Գյումրվա մեր ժողովուրդը, չնայած Գյումրվա ժողովուրդը լավ գիտի եւ Շիրակի, որ ասում են թե Նիկոլան լավ ղեկավար է, խնամի ծանոթ բարեկամ հասկացողություն գոյություն չունի։ Դանիել Իոնիսյանը ինքը չնայած իզվրաշեն է, բայց ես ուզում եմ որ Դանիել Իոնիսյանը իա իզվրաշեն կերպարով այսօր գնա Գևորգյան Հակոբենց տուն, ես ասեմ ինչի։ Ուրեմն այս մարդը նախկինում աշխատել է դպրոցի դիրեկտոր։ Ընկեր մարզպետը վեկալը բերել է յան օգնական։ Լավ, բերել է։ Խելացի մարդը գտե բերել է, բան չասի։ Ըստ ով բան ասի ոզի տղա է։ Բայց երբ որ Գևորգյան Հակոբն եկել է բանա դարե օգնական մարզպետին, հարց աուդիտորիային, ով է նստել 23 դպրոցի տնօրեն։ Ասենք գնաց, հաջորդու պիտի լինի, փոխտնօրենը պիտի լինի, կամ կարող է մի հատ ավելի խելացի մարդ են գտե բերել, դրել են, ոչ։ Դպրոցի տնօրենը նշանակվում Գևորգյան Հակոբի կնիգը, բանա Ալիևի դինաստիան է, Ալիևը պրեզիդենտ է, Մեհրիբանը վիցեպրեզիդենտ է։ Հիմա էսի գնացել է դպրոցի դիրեկտորից, գնացել է օգնական, կնիգն եկե նստել է դպրոցի տնօրեն։ Կինը Անի Գևորգյան։ Աղջիկն է սովորում է այդ դպրոցում, վերջին զանգն էլ եղել է վերջերս դպրոցի հաշվին։ Լավ, ասենք թե այտենց է լավ։ Լենագան 23 դպրոց, մի հատ խելքը գլխին, գլագետ, ինտելիգենտ, մանկավարժ չկար։ Պիտի ըլեր անպայման Անի Գևորգյանը։ Okay։ Փաստորեն Գևորգյան Հակոբն ունի սիրուհի։ Հետո քիրա բանը
Военная полевая жена. Այսօր հայ սաղ տղամարդիկ էլ ունեն սիրուհի։ Լավ, ունենամ են, բայց սիրուհուն պետք է պահել սեփական գրպանի հաշվին, այլ ոչ թե Լենագանի քաղաքապետարանի։ Սիրուհուն բերեմ նշանակը Գրիգորյան Սիրանուշին 41 դպրոցի փոխտնօրեն։ Կնիգը տնօրենա, սիրուհին փոխտնօրենա։ Ինքը տենց տնօրենա փոխտնօրենային սեքս սիրելի։ Հասարակ մարդու հետ, որ փոխտնօրեն տնօրեն չեննամ, Հակոբ Գևորգյանի առնանդամը առոչինչա չի կայնեմ։ Կասենք լավ, էս էլ հասկացանք, բայց չէ, ինչի։ Պաստորեն ունի նաև մեր Գևորգյան Հակոբը հորողբոր աղջիկ։ Ահա, հորողբոր աղջիկանը բերենշանակել է թիվ 20 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն, աստղիկիս, աստղեր, տենց։ Դուք հենց նայեք, ամբողջ դինաստիան կնիկ, սիրուհի, քուր, հելեսի մի հատվածն է։ Սաղ տնօրեն ու փոխտնօրեն են։ Դրանից ցածր պաշտոն գոյություն չունի, նեմա, ճիշտ չի նորադուսի արա։ Ջուր կխմես, ջուր տվեք, սառը ջուր։ Մարդը կրտնել արդեն, գիտի գլխի գալիքը։ Հասկանալա, հիմա զանգել էինք, կուլտուրական հարց տայինք, ոնց ստացվեմ կնիկդ տնօրեն, սիրուհիդ փոխտնօրեն, հողբոր աղջիկդ փոխտնօրեն, Մուշեղ Մուրադյան, դու ում խեռի գլոխն ես ստե։ Հիմա ինձ հետաքրքիր է։ Սենց որ հանրապետականները անեին, հիմա հելել էին, ճղել էին, պատրել էին, Նիկոլ Բոզի տղեն հելել էր իրան ցուցերտել մթոմի կնդիմադիր է։ Ազգային ժողովի ամբիոնից ցամբ սենց անելով խոսացել էր, ոնց որ իա կնգասերական շրթերն է հիմա Եվրոպաներում ելնեմ ցամբ, բանել Երևանն էլ ջրի տակ, Երևանը ալնեմ ցամբ։ Այս բանը վիճակն է Դանիել Իոնիսյանը ամենա Երևակայի հայ ազգի մեջի ամենատահաճ երիտասարդներից մեկն է, ում հետ որ կարելի է պարկել տեղաշոր։ Այդ իսկ պատճառով ես ուզում եմ, որ իրանք սեռական հաճույքեր չստանան։ Դրա համար ես Դանիել Իոնիսյանին ինքնա չէ, տես թեմաներ սիրեմ բարձրաձայնել, ուղարկում եմ Գևորգյան Հակոբ հենց տուն, կուկուլալա տումամբա անելու։ Ինչ ոնց ձևով ուզում է, էնի ասիրեմ տենց, իզրաշեն բաներ, ռուզիկ փոխա, զանգի քրիստիկին ասա Դանիել Իոնիսյանին ղրգի, թոյետա, ինքը սիրում է, տես բաներ, ես գիտեմ, սո, տղա մարդ է զանգել էինք, հարց էինք տալը, բա լրատվա միջոցներ էիք, բա խիչ եք լուսաբանը, խիչ եք ասեմ, որ սա Գերդաստանը բանա, ուրեմն էլ մարդ հետ հմա կնիգն ագալեմ, կնիգն հետ հմա աղջիկն ագալեմ, աղջիկն հետ հմա տղենա, հետո, ես բոզի տղությանը վերջ լնելու է, թե չէ, այ ղախպի տղեք, նա տել ասում է ալո խեռի գլող, տեսեք, լեննագանցիկ, տեսեք, ինչ եղկեղնի, ես ինչա, Մյուս բոզի տղությունը վերաբերվում է, ես դնենք, Երևանի քաղաքապետարան։ Ուրեմն, են որ Սիսին այսօր բեսան փաբրգել է ու ինչ ուզմանում է, դրա մասին ոչ մի խոսք։ Են որ Սիսին Տարոն Մարգարյանին ծծրե անցել է իր հարստությամբ, դրա մասին էլ ոչ մի խոսք։ Կա կենտրոնի թաղապետ Պետրոսյան ոմն, ով նայում ես վրեն չես կարող հասկանալ, սա էքա թե ворց, իր հակուկապով, նեղ շալվար, վերև կշտած, այս թաթերի մասը բաց, որը սենց ընդգծած, ձիգ, կալմը թաղապետարան գործի, նեղ շալվարով, ես նենց եմ ծավում, որ այդ բանք ես տե չեմ եղե, կամ չեմ կարում տենամ այդ տղուն իա տենց նեղ հետույքով, լավ բանա, ուրեմն, սրա եղբայրը կենտրոնի թաղապետի ինգեր անդո լսում է սայ խեռ վերջերս բռնվել է թմրանյութով ինքն էլ հանդիսանում է բան տրիներ ինքը տրիներ է բայց նարկոման է PVP
Ես չգիտեմ այդ ինչ թմրանյութ է, ամենայն մետանկեղծությամբ, դե որ մեջը չես ուզից իմանաս, օրը մի բան հլլամա։ ՊՎՊ օգտագործելով, առաքելով, տանելով, չգիտեմ, այդ մարդուն նարկոտիկով բռնել է MVD-ն։ Բացաթող է, բնականաբար, ոչ մի խոսք։ Տվյալ անձն էլ հաշվառված է նարկոդիսպանսերում, բայց ինքը հանդիսանում է տրիներ։ Իսկ բանալը դրա համար էլ այս վիճակի մեջ է մեր սպորտը։ Երբ որ տրիները նարկոման է, այդ դեպքում ինչ ես պահանջեմ սպորտսմենից։ Ոչ մի բան։ Գումարած դրան, ֆուտբոլի տրիներ պրիտոմ։ Հələ մենք էլ ասում ենք, ինչի ֆուտբոլ չունենք։ Եթե բանը տրիներները նարկոման են, բայց դեպքում ֆուտբոլիստները ինչ են։ Ինձ չուզես։ Ուրեմն գոյություն ունի factor production, ով որ տենդերի հետևի սաղ Երևան քաղաքի երեխաների օր, գրքի օր, խեռի օր, քաքի օր, ինչ միջոցառում կա, միանձնյա բոլորը շահելա, միանձնյա, ուրա, ստեին ուղարկել, առանց մրցույթ, առանց բան, եմ որ ասում է, кто он этот потерпевший, никто не знает, օրինակ, Հունիսի 1 հրապարակի մեծ միջոցառում, մանկական գրքի փառատոն, Երևանի մարաթոն ապրիլի 28-ին, տոնածառի լույսերի վառում, Սուրբ Ծննդյան այգի համերգային ծրագրեր 20 դեկտեմբերի մինչև հունվարի 1-ը, Հունիսի 1-ին 2023 թվականի կրկին նոր տարիների միջոցառումներ, հրապարակում եւ այլն։ Պետրոս Պետոյան, Ռուդիկ Տեր Գալստյան։ Պետրոս Պետոյան, Պաստորեն Պետոյան ազգանունը, ես եմ սխալ գրել, Պետրոս Պետոյանը, ընկեր կենտրոնի թաղապետը, ով CC-ի կնգա դոմփոխնա եւ իրանց հետ պաստելակիսը, CC-ին սիրմա գրուպավուխա, պաստորեն, ես սա իրոք խոսում եմ ամենայն լրձությամբ, առանց ինչ-որ ուզենալ բանը վիրավորելու, վարկաբեկելու, բնավ, այդ երիտասարդը սիրմա գրուպավուխա, դա նորություն չի, ինքը սիրում է, որ ինքը ինչ-որ մեկը եվս, եւ էլի կարող է ինչ-որ մեկը եվս, միասին զբաղվեն օրգայով, այդ թվում նաեւ թողմախիմը էլի տղեն, դոմփեն իա կնոջը եւ դրա վերաբերյալ ինֆորմացիան ունի Աբազի հիմնարկը։ Ես չգիտեմ, եւ ոնց Աբազի պաշտոնավարման ժամանակ, Աբազի պաշտոնավարումից հետո, բայց այդ քաքը անպայման մի գեղեցիկ օր կլինի ջրի երես։ Համենայն դեպս իմ իշխանության ժամանակ մենք դա կասենք, ժողովուրդ ջան, խնդրեմ։ Դա իրենց անձնական իրավունքն է, ոչ մեկ չի մտնում CC-ի անկողին։ Կողեք, կողվեք, ճղտվեք, թպրտացեք, ինչ ուզում եք արեք, բայց եղբայր, ձեր սեռական շքերթը չպիտի ազդի Երևանի վրա, Երևանի բյուջեի վրա, բայց այս դեպքում ազդում է, որովհետև ընկեր Պետրոս Պետոյանը, ով է կենտրոնի թաղապետն է հիմա, Ռուդիկ Տեր Գալստյանի հետ միասին օգտագործելով այդ կապը CC-ից խլևոն ստանում են միանձնյա տենդերներ։ Այդ թվում նաև հիմա ներքին կարգով ամբողջությամբ պետք է տրամադրվի Էրեբունի Երևանի տենդերը, որը շուրջ 400-ից 500 միլիոն դրամ է, մենակ Էրեբունի Երևան։ Հետո ասում են բյուջեում 300 միլիոն դոլարի դեֆիցիտ ունենք։ Արդեն արտաքին պարտքը աճում է, բյուջեում դեֆիցիտը աճում է, չես հասկանում, բայց գումարները որ վերցնում եք, այդ 6 միլիարդը, այդ գումարները որ մեծահարուստների զավթում եք, իբր թե այս Աննայի միջոցով ուր է գնում։ Արտաքին պարտքը աճում է, բյուջեի պարտքը աճում է, կոռուպցիայի դեմ պայքար են տանում, փողերը քաշում տանում են, բայց արդյունքում մենք տենում ենք, որ բյուջեն ունի դեֆիցիտ։ Ու չես հասկանում։ 400-ից 500 միլիոն, հիմա այս factor production կոմպանիան պիտի ստանա այդ տենդերը։ Միանձնյա։ Իսկ այս պայդրությամբ արդեն 1.5 միլիարդ դրամի, ընկեր Աբաս, ընկեր Աննա, 1.5 միլիարդ դրամի տենդեր, այս factor production-ը արդեն տարել է Երևանի քաղաքապետարանից։ Տարելա, ու որ նայում ես այդ կազմակերպած միջոցառումները, թե ինչեր են արել, ասենք խոսքի օրինակ, բեմի վրա ծախսել են 100 միլիոն, например,
բայց այդ բեմը կարելի է հավաքել 20 միլիոնով։ Լուսավորություն գրել են խոսքունակ ծախսել են 50 միլիոն, բայց տենում ես որ 10 միլիոնով կարելի էր։ Հա միանձնյա տենդեր են տանում, չեն բավարարվում։ Մի հատ էլ տարածի վրա կրկնապատիկ, գերապատիկ փողեր աշխատում։ Ծսնեմ են։ Ծսնեմ։ Հետո ասում են Երևանի քաղաքապետարանը բյուջետ չունի, ինչ չունի, ինչ չունի։ Բյուջե որտեղից ունենա։ Ու այս սրա հետ մեկտեղել 2.5 միլիարդ դրամ Նիկոլ Բոզի տղեն Հայաստանի Հանրապետության բյուջեից գումար է հատկացրել Երևանի քաղաքապետարանին լադոգները փակելու համար։ Խնդրեմ։ Մտեք, բացեք, նայեք, տեսեք։ Ու այս ամբողջ գումարները հարկ։ Ոնց։ Այ մարդ շինեք, շինվեք, ինչ ուզում եք արեք։ Բայց ձեր շիներ շինվելը չպիտի ազդի հարկատուների վրա, բայց ազդում է, են էլ ոնց ազդում։ Եվ այս համատարած բարդակի պորնոյի վրա Բոզի տղա Նիկոլը քածին վեկալ է Գերմանիաները մանագալում, քաքս ուտելով, լզելով։ Դրանն ինչա, մարոժնի, մարոժնի։ Անդո, դու ցած չես տենը, ով է այս factor production-ը, բայց մետերեղի, կամ որ թաղապետի նարկաման աղպեշ վրամ, էտ ով է էսի, համ նարկամանը, համ բանա, տրիներա, ատենցալ նմա, Պետոյան, վրամ Պետոյան, ես չեմ գրել Պետրոսյան, չեմ գիտեմ, կալի մի բան ես նորմալ գրեմ, Պետոյան, Քանի որ գնաց արվեստի մասին խոսք հայտարարեմ, ծերի ժողովուրդ, ուրեմն նկարահանվում է ֆիլմ, ես էդի տեսա այն Արծրունի էջում, նկարահանվում է ֆիլմ Վազգեն Սարգսյանի վերաբերյալ, գեղարվեստական ֆիլմ։ Եվ քանի որ խնդիրը վերաբերում է Վազգեն Սարգսյանին, իսկ ին վերաբերմունքը Վազգեն Սարգսյանի նկատմամբ բոլորը գիտեն, ելնելով դրանից ես անգամ կիսվա Արծրունի էջով այդ բանը հայտարարությունը ֆիլմի կարիքների համար անհրաժեշտ է զինվորական համազգեստ, այն հին զինվորական համազգեստները, մեր թվերի, ինձ հետո նախորդ սերունդների, մինչև պատերազմը այդ զինվորական համազգեստներից ով տանը ունի, թեկուզ մաշած։ Կարող եք զանգահարել 093 77 38 80 հեռախոսը համարով ամեն հավանականությամբ պատրաստ են նաև գնելու ձեզանից։ Այդ մարդիկ ընկած համազգեստ են հավաքում ֆիլմի կարիքների համար։ Նորից եմ կրկնում 93-ով 77 38 80 օգնեք ձեր հնարավորության չափով, այսինքն համազգեստներով ֆիլմի նկարահանման աշխատանքներին։ Հին համազգեստները ինչ մնացել է տանը։ Մյուսը ինչը ես ուզում եմ հայտարարեմ, ուրեմն գոյություն ունի, հələ որ ունի մանախ անունով մի անձնավորություն, որ ես անդրադարձել եմ։ Ինքն էլ ինձ անդրադարձել եղել են, բայց հիմա հանուն անկեղծության պիտի ասեմ, որ դաշնակները, չգիտեմ ինչից ելնելով, կա նման տեղեկատվություն, Արթուր Աղաբեկյանի բարձր հովանու ներքո նախագծել են մանախի հավանական սպանությունը, որ հետո դա բարդվի չգիտեմ ում վրա։ Համենայն դեպս ես հիմիկվանից ուզում եմ զգուշացնել Աբաս քեզ, որ ընկեր մանախ իմաշկելուսը չի, բայց ես դեմ եմ ցանկացած սպանությանը։ Դրա վերաբերյալ լինել մի փոքր ուշադիր, որ հետո չլնեք չհայտարարեք, սպանվեց այսինչ մարդը, գլուխի կերան։ Հիմիկվանից ասում եմ, որ գլուխը ուտելու են, երբ կուտեն, ոնց կուտեն, չգիտեմ, գլխավոր դերում հայ հեղափոխական դաշնակցության անդամներն են Արթուր Աղաբեկյանի բարձր հովանու ներքո։ Թեխի չգիտեմ։ Զբաղվեք։ Ասենք առաջ։ Так, ստեղծականության գանք։ Մի րոպե։ Սասայան։ Ինչի խաղիզոր։ Ուրեմն նորից ուզում եմ անդրադառնամ
երեկվա այդ իրավիճակին, երբ որ Երևան քաղաքը ողողվել էր ջրի մեջ, այն Արգավանդի ճամփեն մենք տեսանք ինչ վիճակի բանը մեջ է, ջրահեռացում գոյություն չունի, անձրևի հետևից եկավ, անձրևի հետևից հեղեղումներ, ու անգամ մենք տենում ենք, որ անգամ մեծ անձրևից հետո 5 օր հետո նորից անձրև, 10 օր հետո նորից անձրև, այս խնդիրը չի վերանում, այսինքն հետևություն չի քաղում Երևանի քաղաքապետարան կոչված բոզի տղա հիմնարկը, ու չի ասում, լավ, հլենք տենանք այս ջրահեռացման այդ ճանապարհները գծերը, որը որ փակել ենք, ավիրել ենք, զիբիլով լցված է, այնքան շին թույլտվություն տվեցինք, որ այդ սաղ ճանապարհների վրա այդ բարձրահարկ շենքերը գցելով, սաղ համակարգը տրաքացրել ենք, գոյություն չունի, ինչ որ մի բան անենք, այս սրա դեմը առնելու համար, լավ, հիմա է ամառ, ջուրը լցվում է, հեղեղը ըլլում է, իրանյան քաշում գնում է, ուրա գնում, ոնց է գնում, չգիտենք, բա վաղը մյուսօր ձմեռ որ եղավ, սրա տակից ոնց ենք դուրս գալու, բացարձակապես 0, կատարյալ 0, կարևորը իրանց շինթույլտվությունները, փողը տան, այսինքն առնեն, լափեն, ծծցնեն, ինչ ուզում է թող ըլնի, այ սա դասա մեր կուլտուրա սիրող երևանցիներին, այն մարդկանց, ովքեր որ հավատացել էին, որ ասեք կանենք բոզի տղեկին մի բան իրանք պիտի ասեն, նրանք էլ պիտի անեն, ամբողջ ջրահեռացման համակարգ գոյություն չունի, ապօրինի շինթույլտվությունն է, որ բաժանվում է, աչու ձախ, ով որտեղ ինչ շենք ուզում սարքում է, սկզբից այդ շենքը 5 հարգանի է, շինարարության ավարտից հետո դառնում է 15 եւ այլն, հիմա ես ուզում եմ հարց տամ Վահե Ղազարյանին, Վահե Ղազարյան, դու դիվանագիտական անձնագիր ուզում ես իմ կողմից ստանաս, գիտեմ որ ուզում ես, քո հետ կապում եմ պայման, արտակարգ իրավիճակների նախարարություն կար լուծարին, բերին կողին քո անգրագետ ոռի տակ, հիմա Հայաստանը գտնվում է կիսապատերազմական վիճակի մեջ, շուտ է ուշ պատերազմ լինելու է, դրա մասին ոչ մի խոսք, Այն որ մի հատ սնարյադ, մի հատ ռումբ ընկավ այդ Երևանի վրա, ես արդեն բանը պատկերացնում եմ բարդակը։ Հələ մենք պատերազմը թողում ենք մի կողմ, խոսում ենք բնական աղետից։ Բնությունը ունի ինքնապաշտպանվելու ֆունկցիա։ Բնությունը տենում է, ինչ է կատարվում Երևանի հետ։ Ծառերը փրթին թափին, Սակուրայեր ինչ խերի գլուխ էր, բոզի տղեն իբր թե տնկեց, ուրա, ոչ տենում ենք, ոչ հասկանում ենք, Սակուրան մեր համար չի, սաղ ծառերը մաքրին թափին, ամբողջ Երևանը աղբի մեջ, ամբողջ Երևանը շինարարական աղբի մեջ, փոշու մեջ, կեղտի մեջ, ամենաբարձր ռակով հիվանդները քանակը, Հայաստանի Հանրապետություն, մայրաքաղաք Երևան, աճումա ու աճումա իա քանակով, հիմա Վաղը, եմ որ ասում է լեզուս պապանձվի, տեղի ունեցավ երկրաշարժ, թո չլնի Գյումրու նման 9 բալ, սպիտակի նման ես իմ քանի բալ, թողնի 7 բալ, 6 բալ, 7-6 բալանոց երկրաշարժի դեպքում Երևան քաղաքում, զոհերի քանակը, հիմիկվանից ասում եմ, որ թո չասեմ, մի հատ է որ բան ենք ցմե, TikTok, մի հատ ինչ-որ մեկի նկարը դնում են մահացածի, ոնց է, երկնային կյանքից դեպի երկինքից աղջիկա երկում ու այդ խեղճի նկարը որ մեռավ գնաց, որպեսզի վաղը սաղ TikTok-ը դրանով չողողվի, չէ, այդ խեղճ հագուցալներով, բաներով, ասում եմ 50,000 զո հանգիստ լնելու է, առանց աչուձախ նայելու, այն Մալիբուի մոտի շենքերը գմգմփալեն, լսելու են իրար վրա, այդ կենտրոն, մենտրոն, այդ ինչա, բանա, ոչ կրիվո, մրիվո, այսենց սաղ լցվելու են իրար վրա, շունը տիրոջը չի ճանաչելու, չեք հասկանալու, որտեղից ինչ անենք, ոնց տանենք, ինչ բերենք, մի հատ անցկացնում ես վարժանք, Երևան քաղաքի կենտրոնում, ասենք վեկալենք, անգամ նշել եմ մոտը, սկրիվո, Նարդոսից Ալեք Մանուկյան, այդ հատվածը, որտեղ բարձրահարգեր կան, որտեղ որ վթարային շենքեր կան, ժողովուրդը չգիտի, որ իրանց շենքը, որտեղ իրանք մնում են վթարային 4-րդ աստիճանի, այդտեղ անցկացնում ես վարժանք, խոսքի օրինակ, ինչ որ մի հատուն պաժարանք է, например,
Գիշերը ժամը 7-ի, 8-ի, 9-ի կոմերը թոքո պաժարները գան, հələ տենան կարում են մտնեն այդ շենքերի հայաթը։ Կարան թե չեն կարան։ Ոնց են կարում են մտնեն, հլնեն, անեն, հանգիստ մեքենան կարա մտնի շենքի հայաթ, թե ոչ։ Պաժարա։ Նմանատիպ մի հատ միջոցառում են անցկացնում ես բարձրահարկ շենքերի վրա, օրինակ 22 հարկ, 21 հարկ, արդեն կան, չէ՞։ Այդ էս 20 ով որ շին թույլտվությունը տվել է, այդ 22 հարկ, 21 հարկ այդ շենք կցած, այդ շին թույլտվություն ճարողին, ով ստորագել այդ որ մի բոզի տղեն, Հայկ Մարության, Սիսի, ընտանիքին բերում դնում եք ամենավերևի հարկը, ու ստեղծում եք պաժարի իմիտացիա։ Ու մենք նայում ենք քո հրշեջները կարում են հասնեն 21-րդ հարկ, 22-րդ հարկ եւ այլն, պաժար հանգցնեն։ Տենան կարան։ Այդ նապորը ջուրը որտեղից է գալու եւ արդյոք այդ աստիճան կա որ հասնելու է 21, 22, 23-րդ հարկ, ունդեղ կրակ հանգցնենք։ Կա դրա ձև, ես ուզում եմ տենամ։ Տենամ քո պաժարնիկները, հասարակ բան եմ ասում, չեմ ասում փրկարարական աշխատանքներ, բան, որտեղ գիտեմ հնարավոր չի։ Վաղը մի հատ թափ տվեց, իսկ թափ տալու է։ Սելի երևանցիներ, բնությունը թափ տալու է, դուք զզվացրել եք բնությանը։ Այս ջրհեղեղները, այս ամենը պատահական չի, այս խայտարական զրևները։ Բնությունը ուզում է մաքրվի։ Բնությունը տենում է որ Երևան քաղաքի օդը օդ չի, փոշի ու կեղտ։ Անձրևի հետևից, անձրևի ուղեղը մամաքն տանում է։ Եվ մի օր էլ բնությունը ինքը թափ է տալու, ասելով հերի քար այս չկանը։ Ամեն քայլափոխին բարձրահարկ շենք, ամեն քայլափոխին իրար բերան մտած, նեղ, քիթ, անելով այդում եք, հետո ասում եք, այ Վարդան Ղուկասյանը, որ ասում է շենքերը պիտի քանդվեն, մեկյան ոնց ձեն տանք, ինք ասում է նորակառույցները քանդելու եմ։ Լավ չեմ քանդելու, այդ նորակառույցները կքանդվի ձեր գլխին։ Ու հետո կգնաք գերեզմաներ մոմեր կվառեք, այս կանեք, ասում եմ մի հատ թափ տվեց, իսկ մենք գիտենք, որ մենք ինչ գոտում ենք ապրում։ 50,000 հանգիստ մեջնա։ Ու ոչ մեկ չի կարանալու այդ մարդկանց հանի, որովհետև մենք բանականորեն մենք ոստիկանություն չունենք։ Մենք արտակարգ իրավիճակների նաև դուք հիմա նայեք մեր հրշեջ մեքենաների վիճակը, մեր պաժարնիկների վիճակը, իրաց ցածր աշխատավարձը, բանակից բեթար վիճակի մեջ է։ Բայց մենք ունենք 300 միլիոն դոլարի պետական բյուջե արդեն դեֆիցիտ։ 6 միլիարդով արտաքին պարտ կարճել, ասել 12 միլիարդի, բայց մենք 300 միլիոնի արդեն դեֆիցիտ ունենք, վայ Ղազարյան կազմակերպի, ես նայեմ, տեսնեմ, ասեմ մալադեց, գոնե մարդկանց 22-րդ հագից, կամ 23, կարում եք դուրս բերեք, գոնե գիշերը, որ արդեն ժողովուրդը տանն է, կարում եք մտնեք այն շենքերի արանքները, որ իշին թույլտվությունը տվել եք, ասում եմ, կրիվով, Նարդոսից Ալեք Մանուկյան, այն օրը խտրել եմ մեկին, անցել է այդտեղով կամերա միացած, նայում եմ, ասում եմ, լավ, հիմա ստեղ դեպք է լավ։ Այս մարդիկ ոնց են մտնելու։ Ոնց, հնարավոր չի։ Ձև չի։ Այդ չեմ խոսում մեքենաների վիճակը Երևան քաղաքում, որ ժամը 7-ից 8-ից արդեն բանը պրոբկա է։ Կամերա միացած ֆռում է, մեկ այդ աշկովս տենամ 0-ից։ 0-ից եմ տենում, Մոսկվիչ եմ տենում, Ջորի եմ տենում։ Ասեմ ես 30 տարի է Սովետը գոյություն չունի, այս ավտոները Երևան քաղաքում ինչ են անում։ Ինչ 0-ից։ Այդ ավտոն Տեխաս մոտոր ոնց անց է։ 0-ից նամանավան, Ջորի, Մոսկվիչ, լավ, այդ մեքենաները կարան լինեն մարզերում, գյուղերում, չգիտեմ, միած անձնական գյուղատնտես, բայց այդ մեքենան Երևանում ինչ է անում, ինչ եք вообще թույլ տալի, որ սովետական արտադրության մեքենաները մինչև այսօր շահագործվեն։ Ուրա պետություն կոչված բոզի տղեն, ես չեմ ասում այդ մարդկանց պրոստը վեկալ է թողել առանց մեքենա, եղբայր օրենք պիտի հանել, Երևանի, ինձ ասում են դու ոնց եք մտադրված բեռնաթափել Երևան, արգելել 2010 թվականից վերև ցանկացած մեքենայի մուտքը Հայաստան, վերջ, եւ ամեն տարի այդ բանը բարձրացնել, արգելել, ներմուծումն արգելել, իսկ այն մեքենաները, որոնք որ կան սովետական, նախ դեմից արգելել դրանց մուտքը Երևան, 2 տարի ժամանակ տալ քաղաքացուն, որ այդ մեքենայիդ հարցը լուծի։ Չես ուզում լուծել, եղբայր ջան, 2 տարվա ընթացքում կամ 2 տարի հետո, например, 2026 թվին բացվում է
մետալա լոմ ընդունելու տեղեր բերում է մեքենան հանձնում է ստանում է կտրոն ոնց որ խոսքը ձեր սերելի Եվրոպայում է կտրոնն է ստանում այդ կտրոնով ստանում է մաչելի մեքենայի վարկ 10, 11, 12 թվի մեքենա ասենք 10%, 20%, 30% պետությունն է տալի, մնացածը ինքը գնում է ավտո առնում է, այդ մեքենաները վերացնել է պետք։ Ոչ անվտանգության բարձիկ ունի, ոչ ունի, ոչ նա հետաքրքիր է Տեխասմոտոր, ոչ Մոսկվիչ, Ջանոյի Մոսկվիչը դեմովս է թմեր։ Դա մի բան դու կարողանում եք անել, թե ոչ։ Պրոբկիքը, վիճակը, երթևեկությունը, զիբիլը, փոշին, կեղտը, ջրհեղեղալը, լավ էլի, լավ։ Այսքանից հետո էլ ինքնավստահ նստել եք ձեր տեղը, բոզի տղեն էլ գնացեք Գերմանիա մառոժնիա ուտան։ Ագարկա կնգայետ են փենթյախ չկանել, հետը կտած գոնե մազերը լվանա պորնիկը։ Են ինչ են հակ է, օրբենի, ֆիալետովի են ինչ էլ վեր, այդ աղջիկա ծծերը, փորը, կապուտ գունի, բոթասները, անլվա մազերը յուղո ճենջոտ հավք է, ընգած ագարկա մոր դեմով է թմա։ Սես պենթի, սես զզվելի, սես ագարկ անտանիք չի եղե երևի։ Ու ես համարվա շոքին է, ջուր չկա, լուր չկա, զիբիլի հոտը, ջրհեղեղը, սիսիսի չո։ Ու դուք սրանից գոհ եք, ընգեր Հայաստանի բնակիչներ։ Այս ամենի հետ մեկտեղ, Վայ Ղազարյան, քո պասպորտ սեղանները։ Հայտարարություն, նորից պիտի ես անդրադառնամ դրան։ Են Ղազարյան Արմեն, էմիգրացիա, այս բոզի տղու լավ դյուժելի չէ, հանի արա, սրան հանի։ Հանի մի հատ նորմալ մասնագետ նախկիներից կթեք, եղել են, անես չեղի, որ պասպորտ սեղանում խել գլխին մարդիկ չի, եղել են, որոք այսօր գործ չունեն, լիքտ են ըտենց։ Կթեք, բերեք, դրեք, այդ անտեր մնացած շիպո պասպորտները առակ պրծեք, այդ տղով։ Ինչ ընթացակարգ, ինչ ընթացակարգ, մի տարի է լավ։ Դուք պասպորտ չեք կարում տպեք, դուք ID քարտ չեք կարում տպեք։ Այդ մարդիկ չգիտեմ Ռուսաստաններից բաներից զանգում են պարոն Ղուկասյան մնացել են առանց անձնագիր չգիտեմ էսեն պարոն Ղուկասյան ինչ անի հենց գնացեք էմիգրացիայի վարչապետ Արմեն Ղազարյանի տուն ու տեղը ծրցրեք Հայաստանում եղածները չեն կարող անձնագիր ստանալ դրսի հայերը ինչ հույսով են սպասում որ դեսպանատաներով յակտի պասպորտ ստանան կամ փոխեն լավ ասես ոչ խաչ այս ազգը եփ տարավ Ու այսքանից հետո, ուր այս պորրիկի ծնունդը, ուրա? Արթուր Խաչատրյան, Հայաստան խմբակցությունից պատգամանվոր է, այս բոզից տղեն, հələ կայնի, մորը ծծցնեմ, ինչ ասում, ասում քաղաքական պարազիտները, ասում են ընդդիմությունը թո մանդատները դնիակ թուլացնում են ընդդիմությանը, բայց ոչ չասեմ, Արթուր Խաչատրյան, Նաֆարի ծծծնեմ, ես եմ թուլացնեմ ձեզ, դուք թուլ բոզի տղա եք, աչոտը տամ, դեպուտատերիտ կարմի բերետները մամայի բերանը ժաշտվին, բարի ամենա բուն իմաստով, կարմի բերետների ձերից պրծնելու համար կարմի բերետների ձվերներ կծամ արդեն, հենա վիդյոն դրել ենք, Ցուստում մի երկիր, որտեղ միլիցեքը դեպուտատի մորը ատես ծծցնեն, չկա։ Սեյրան Մուշեղիչ գեներալ գնդապետ, այս խեռի գլուխը, էխոզ բոզի տղեն ընդեղա խեռում, են մեկ ընդեղա չրպում, են մեկը շիշ ընդեղա շպրտում վրեն, Ալես Սիմոյան ընդեղա ծծցնım, ավտո չի թողում մտնի տարած, վիդյոն դրել ենք, էդ ես եմ ձեզ թուլացնը, Են մի դեպուտատът, են բանը գնոմիկը են դաշնակ, Գեղամանուկյան ինչ խռի գլուխ էր, գնացել էր եսի որ մի ռայոնի քնչականի բան պետի մոտ թեքին վրեն լարին, դեպուտատա, են մի դեպուտատът ուզում էր գնալ մարտական դիրքեր, ասին դու ես հայ բոզի տղա, հանին լարին, ձեր ինչը թուլացնեն, դուք սկի ձեր մեքենայով ազգային ժողովի տարած չեք կարը մտնեք, պարազիտը ես եմ թե դու այ մանդավոշ կա Այ բոզի տղա, խի դուք մթով դեպուտատ եք թե, ձեզ ինչը թուլացնեն, չհարց, քո քաղաքական ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, իա բջերի հետ, լավ էլ դրած,
առևտուր անեմ պետության հետ, ավտոյա ծախեմ, շինարարություն անեմ, բիզնեսերն բարգավաճեմ, ալանթալան նավայելեմ, դատական կարգով արդարանեմ ու մաքրազարդվում Սերժի հետ միասին։ Այդ դուք եք ընդդիմություն, այ բոզի տղայք, հա։ Չէ՞ ինչ ընդդիմություն։ Եթե ես սխալ եմ, խնդրում եմ, ստե կոմենտների մեջ թող մեկը դնի մինուս։ Մի 10 հոգի թող մինուս դնեն։ Ասեն դու սխալ ես, մենք ունենք շատ ուժեղ պարլամենտական ընդդիմություն։ Բա որ ուժեղ եք, մի հատ իմպիչմենտի թուղթ չկարացակ ստորագրեք, այ բոզի տղեկ։ Այդ ձեր տունը ծսցնի այն մարդիկ, ովքեր որ ձեզ ձեն են տվել ոչխար։ Ասում ընդդիմությանը ու ինտերվյու ատալեմ 24 նյուզա, խերից նյուզա, են էլ դրել է, ասում ընդդիմությունը ուժեղ է։ Ես այն նման ընդդիմությանը կողեմ։ Կոմայգու ամենավերջի տրանսվիստիտը ավելի ուժեղ տղա է, քան թե դուք բոզի տղեկով, որ ով ուզում գեներալի պագոները վրա ձեզի չրփեմ են։ Ու այս բարդակը, ընկեր Վահե Ղազարյան, վերջ չունի, վերջ։ Սրա հետևից վրա սպանություն, մորթոցի գյուլ, ատենց օր չկա, կամ ջնջխվում են, իմ ջորդ վթարների խայտարակ աչ, պլոնկա էին հանում, պլոնկին հանին ավելի ավելացավ, ես ասել եմ, Վարդան Ղուկասյանի իշխանության ժամանակ, պլոնկեքը մտնելու են ռաս ի նավսիգդա, ինչ կարգի պլոնկա ուզում եք խփեք, բացի դիմապակուց, ուզում եք սարքեք Սուզանավ, պլոնկի օրենքը մտնելու է։ Աննա Վարդապետյան, ուրա, ես։ Ես այս երկուրա ստանում եմ զանգ, դու գիտես, մի աղջիկա հետ կապված, այդ աղջիկն խնդրում անընդհատ, որ ես քեզ խնայեմ։ Այդ աղջիկան դու շատ լավ ես ճանաչում։ Ես էլ այդ աղջիկան շատ հարգում եմ։ Բայց այդ աղջիկան էլ եմ ես ասել, նորից եթերով էլ ասում եմ, որ այդ աղջիկը պիտի հասկանա, որ պետությունը, արդարությունը, արդարադատությունը ավելի մեծ տեղ ունեն իմ մոտ, քան անձնական հարաբերությունները, եւ ես հավայի տեղը սիրելի ընկերուհի, ձեր ընկերուհուն չեմ կպնում։ Ձեր ընկերուհին Աննա Վարդապետյանը պրավալատվ է, քանդե ավիրելա ամբողջ դատախազական համակարգ։ Ավիրելա նաև պետությունը, լինելով գլխավոր դատախազ, ինքը կոմպետենտ չի։ Մենք հետաքրքրվել ենք, օրինակ, ինչա աշխատել Աննա Վարդապետյանը, գիտեինք, որ երկար ժամանակ եղել է Նեմեց Ռուբոյի մոտ օգնական, Ավանի թաղապետարանը։ Հայրը, հանել եմ Կարենը, եղել է Տարոն Մարգարյանի մոտ, նորից համ Նեմեցի մոտ է եղել, համ Տարոն Մարգարյանի մոտ է եղել, Ավանի թաղապետարանի գլխավոր ճարտարապետ։ Գիտենք, որ այս Ավանի թաղապետարանում, ինչպես նաև բոլոր թաղապետարաններում կային հիմնադրամներ։ Ավանի թաղապետարանում կան 5 հիմնադրամը։ Դա կոռուպցիայի մի ձև է, այդ հիմնադրամը։ Ումից որ չեն կարա արտձեռն փող վեկալեն կամ ես ինչ ասում են տարեք այդ հիմնադրամում վճարեք։ Իսկ այդ հիմնադրամի կուրատորնա եղե Աննա Վարդապետյանի հայրը եւ Աննա Վարդապետյանը, կոչվում էր Խուտ։ Դրանով հարուցվավ քերական գործ։ Ներողություն։ Հարուցվավ բանկերական գործ։ Այս ժամանակ արդեն Աննա Վարդապետյանը արտադատության փոխնախարար էր։ Հետո այդ քերական գործի շրջանակներում հրաժարական տվեց Աննա Վարդապետյանը, որովհետև պարզվել էր, որ դոլարն իա մխսե այդ հիմնադրամով։ Ես ավելի քան վստահ եմ, որովհետև այդ նույն հիմնադրամը բանը ժողովուրդը քիչ կար մարտիկ հիմնադրամ, հիշում եք, որը ղեկավարում էր Արթուր Աղաբեկյանը, Սերժ Սարգսյանը, Գարեգինը, դրանք սա մեջն էին։ Այդ մարտիկ հիմնադրամը
բերին կապին սաղ բանակի ջանին 1000 դրամ լենտ էր, մի ասես բան տիպեր, խփում էին ավտոյի հետևի ապակուն, արժեր 1000 դրամ։ Ումը որ բռն բերում էինք, էս էինք անում, են էինք անում, զանգով էր, մանգով էր, եւ ու դրած էր բոլորի բնվզին։ Նամանավանդ օպերատիվ մասի ասում էին ցրեք էսի, ոնց ուզում եք արեք ցրեք։ Ես էլ որ մարդա բռն բերում է, ես էի սրա տողում, նրա տողում, բերում էր վերևի զանգը մեր վաչոն, հայկազը, մակազը, վովային զանգամ ասում էին թողեք, հորը կանչում էի, ասում էի տար $1000 մարտիկ հիմնադրամին վճարի։ Ախպեր զանգ ա եղե, ասում էի, հա, զանգ ա եղե, լավ ենք, թողում ենք տղուտ։ Վեկա, էսի բանը չեկա, էսի դու, տար վճարի, արի եթե մի վեկալ տար, որ զանգամ ասում էին, Ստեփան Հայկալ մի անգամ զանգեց, չեմ ուզում ասում էդի, բայց օ, էդ շեֆն ասում է թող դու փող ես ասե բերի, ասի, ի՞նչի տալեմ, մարդիկ հիմնադրամ, իմ վզին եք չէ տրե նաև, իմ հիմա ինձ այդ ժամանակվա օպեր բլոգի աշխատողները լսում են, եթե էսի բանը ավել պակաս ասում եմ, բոզի տղալն եմ, սաղի վզին դրած էր, յաշիկներով, ասում եմ դրել եք իմ վզին, լավ եք արե, թոթանի մուծի, ձերը քարի տակա, Սիրո Ստեփանը հրախոսը դնում էր, ասում էր, այս գժի հետ գործ չունենք։ Հիմա այդ տիպի ասենք մի բան հիմնադրամ, ու այդ փողեն էլ կերան։ Ուժ գնացին չավ այդ մարտիկ հիմնադրամը, խույվրոտ, մարդ չգիտի, ոչ էլ հետևից է թմեն։ Հիմա այս խուտն ա եղե Ավանի թաղապետարան, բոլոր թաղապետարանը կար, Երևանի քաղաքապետարանում էլ կար, Երևան հիմնադրամը ինչ էր, ծասանում էին, ումից ոչ չեն կարում։ Այդ ձևս ինքերուին արե։ Քնական գործառույցին, բացին, մացին, դեստեն, հետո դե գիտեք, հեղափոխական Հայաստան եւ այլն, ներին անցավ գնաց։ Բայց ինքը պայքարում է կոռուպցիայի դեմ։ Բայց հիմա ես ուզում եմ հարց տամ, Աննա Վարդապետյան, առաջ կալանքի չտանելը 2000-5000 էր, որ կալանք չտան մարդուն։ Այսօր դարել է $30,000, քո դատախազությունը $30,000 վեկալմա, որ մարդուն չտանի կալանքի։ Արգեշտի հիմնարկից համատեղ։ Ոնց է ստացվում։ Ոնց։ Հիմա հիմիկվանից ասում եմ, հաջորդ վաղեմության ժամկետով փակվող գործը դա Աղվան Հովսեփյանի վերաբերյալ քրական գործն է, որը փակվելու է։ Այս տարի չէ գող տարի ասել են վաղեմության ժամկետն անցավ։ Աղվան Հովսեփյան մաքուր մարդ, գնա։ Ոնց որ եղավ Սերժ Սարգսյան, ոնց որ եղավ Գասպարյան Վովա, Ռոբերտ Քոչարյան, հիմա էլ Աղվան Հովսեփյան, հաջորդն էլ Արշակն է։ Հիմա այդ քո ընկերուին ինձ խնդրում ա, որ ես քո բյանը չքակեմ։ Հիմա ես քեզ հարց եմ տալի, Աղվան Հովսեփյանը Արմանդարյան Անդրանիկից, Արման Մկրտումյանից նվազ աննեղա, այն մարդիկ բաբշե աննեղ են, բաբշե, Տիկոն, Արաքելյան Տիկոն, քո մարդու ընկերը, եւ այլն, Հավայի, պդմենես, տարուց ավելա, Աղվան Հովսեփյանը մի վարկյան մտավ բերդ, Գասպարյան Վովան մտավ, Արշակը յամր խիա ֆրֆրեմ, Արշակի տղուն, դաժե դու չգնացիր ասել տղա ջան, դու ապորյանի ես ազատված բանակից, գնա բանակ, բոզի տղա, բայց ընկերու հուտ կցել ես մեդան զանգամ ասում ա, թե ինչ կլնի Աննա Վարդապետյանին, մի խերի, ինքը լավ կին ա, հիմա հաջորդ հարցը, եթե դու լավ կին ես, ինձ ես ունեմ հստակ տեղեկատվություն, որ դու քո երեխուն տարեկցել ես մանկատուն, դու քո երեխուն, այն նույն մանկատունը, որտեղ շուշուտ է թմեց, ինչա թե դեցեպ է յա, բա փողը տեր պակաս, ինչը տա, պակաս մի հատ նյանյա, դու չես կարում վարձես, որ քո երեխեն ապրի քո տան մեջ, այլ ոչ թե մանկատանը, մի հատ էլ գնեմ ես վեկալը նստը պաչմ բանեցիսար, մտով դու մայրական երեխա կուզիս մը ունենա, երեխա ես ուզեմ ունենա, չիլնը, գնա մանկատնից վեկան պահի, կամ, քո մարդու շիլնեմ, լավ, ասենք մարդըտ խախուտա, բատանիկա, ազոսպերմեյա, սպերմնեմա, Այս նշանիկի հետ, որ այդքան շինվեմ ես, բա նշանիկից խի երեխա չիլնեմ, ուրեմն քո մեջ է դեֆեկտը, այսինքն դու չես կարա դառնաս մամա, հետևաբար, ավելի լավ չի, այդքան լապել ես, գրպել ես, միլիոն ես կերը, գնա մի հատ երեխա, զակաս տուր, թո մեկը ծնի տակ ես, մարդուց վտու, կամ գնա մի հատ մանկատնից երեխա որդեգի, որ այդքան սիրում է, սա դատախազություն էլ դրած, ճախրակ մանկատանը սենց լայքամա, լայք, ինչ կծում են լայքամա, եթե դու իրոք մայր ես։ Այս նշանի կտել,
նշանիկ, մենք ասում են, նշանա, այս հոկտեմբերացի 7-ը, վեկալելա արցակ ուրտես տվե 3 ամսով, ընչի, գնաց հա, իմ ջալոց, նշան Մաթևոսյան ասում են երեխայա ունեցե Ամերիկա տեղ, տարենդեյա ծննդաբեր է, պետական չինովնիկա, դատախազության գանդոն, տարելա երեխուն Ամերիկայա ծննդաբեր է, որ մթոմ երեխեն, չգիտեմ ինչա ծնվե, վաղը մյուսօր բանակ չետ ասում են տղայա, այնքան անգրագետ Ղախպի տղայա, որ չի ասում, կա օրենք, անկախ նրանից երեխան որտեղա ծնվեն, երեխան ավտոմատ ստանում է ՀՀ քաղաքացիություն, եթե ծնողներից մեկը անգամ ՀՀ քաղաքացի, այսինքն նշանիկի երեխեն ուզի թե չուզի, որը դարել է ավակ դատախազ, օգնական էր, դարձրել է ավակ դատախազ, իմալա Աննա Վարդապետյան դոմփե, դլո պաժարկցե, պատկնել վրից պոկե, որ Աննա Վարդապետյան երեկվա հոկտեմբերանցի անգրագետ գյոթին օգնականի սարքելա մարդու դեմ ուղված հանցագործությունների գծով ավակ դատախազ, են էլ գացել է Ամերիկա տեղ, մի հատ հանդիպեի ես դրան, անենց որրիցակից մուխը հանեի, որ իմանալ սեքսը որն է, երեխայա բերեմ ամերիկաները, բայց չես ասում, տղա ջան, քեզ հետ կամ փող որտեղից, որ դու Ամերիկա տեղ ես երեխա ցրտամ, չի հարց, ինքեր Աննա Վարդապետյան, ես շատ շուտով հասարակությանը կփորձեմ ներկայացնել հիմնավոր ապացույցներ քո երեխայի վերաբերյալ, որ հետո որևիցե մեկը չզանգի չասի էդի լկտի սուտա, ու քեզ հարց կտամ, ինչի քո երեխուն տարարկցիր մանկատուն, թաղեմ քեզ, և դու կոչվում ես կին, և դու կոչվում ես մայր, դու պիտի դատախազ օրենքը օրենք, բայց մարդկային կերպարը պիտի ըլնի մարդկային կերպար, հասկանում ես, դու միշտ դատախազները մարդ ես, և երբ որ բերթերում տարիներով մարդիկ են պդում, ու չգիտենք մեղավորոտ կան մեղավ, իսկ իսկական հանցագործները, որոնք երկիրը թալան է ծծրել կմպսրել են, ոչ մեկ, այդպես էլ չմտավ մեկ վարկյանով բերթ, մանատավո, դրանց երեխեքը անգամ չգնացին բանակ, դու այդ կանից հետո էլ ինչ դատախոս, աղջիկ ջան, մետ էլ նեղանում ես, ինչ ես նեղանում ինձանից, չէ ինչ որ բառնաս սխալ, փող եմ ուզում քեզնից, ինչ եմ ուզում, չէ, ասում եմ, ինչի ասենց, այդքան հրապարակեցինք բանակից ազատվածների քանակը, թիվ ու վերջ չկա դրան, որի հետևից գնացիք, որ մի օլիգարխի լակոտի հետևից գնացիք բռնիք հրապարակային ցույց տվիք օրինակ դոդեգագոյ տողն, որ դուք եկալ եք տարել եք բանակ, ոչ մեկի, մի հատ էլ հայտարարություն եք տարածում, ասում եք բանը վարժական հավաքներին մարդիկ չեն ներկայանա, չեն ուզում գան վարժական հավաքի, ինչի պիտի գան, համ գնա բանակ ծառայի, բանակ ծառայելուց հետո մի հատ էլ գնա վարժական հավաքների, իսկ են հարուստների լակոտները ոչ բանակ գնան, ոչ տան, ոչ առեն, մարդ սպանեն, նորադուսի, ալիկի տղու նման, հետո խնդրեմ, գոլայ դուշա, վոլնայա վոլա, ինչի պիտի գնան, չի հարց, ու պրիտոմ հաղորդում են հաղորդման հետևից ես տվեցի, որ սօրինակ Տալոն Մաքարյանի տղեկը երկուսն էլ ազատված են, Գասպարյան Վովայի տղեն, Արշակի տղեն, Նորադուսի Արալիկի տղեկը, նուկոկետ Արայի տղեն, որը որ ընդամենը 2 օր առաջ, ատամնաբուշ տղու, նոր մշարի ճապին վերև, հարց, հիմա էլ դրած, ֆրծնում են, կրուտիտ են անում, ես են անում, են անում, ասում են, ատամնաբուժն էր մեղավոր, ատամնաբուժը հարպած էր, կայնի արա, կայնի, ատամնաբուժը հարպած էր, Ղարաբաղի, են արայք հարության էր բոզի տղայա, դրա կոմից էլ նվեր տված զենքը վրեն էր, հելել են լոպո, ինչ են արել, եսի միչ են խոսացել կվուկ կյաֆար և բան, Արայի տղեն դիտողություն է արել,
դիտողություն արել, նրանք էլ սրան քֆու քյաֆար դեստեն, առաջինը ատամնաբուժն է կրակել, ինչ է ատամնաբուժի անունը, Արսեն Աֆիյան, 36 տարեկան, 3 երեխայի հայր, առաջինը ատամնաբուժն է կրակել, այս սրանք էլ հանեք կրակել, հիմա Աննա Վարդապետյան, Արգիշ Քարամյան, տեսես ես այսօր քեզ չեմ ասել, կիրեմ է բախում, հենց ասեմ ընչի, հիմա եկեք մի հատ քննարկենք այս դեպքը, արա ոտքի, եկեք վեկալենք Արսեն Աֆիանը, այդ մարդու ընկերպարը, ստամատոլոգ, այսինքն մարդկությանը և բնությանը պիտանի մարդ, ճիշտ է, 3 երեխայի հայր, այս ստամատոլոգը, իշքան էլ վատը լինի, ավականով անդամա, ինչ է, բացարձակ չէ տարկը, չեմ էլ ճանաչեմ, ով ես մարդուն ճանաչեմ, բար անգամ փոխանակել է իմ հոբարին ես մարդու հետ, բոզի տղայա, չգիտեմ դաժե կապայա, մապայա, խերես, ինչ ուզում է, հետեղացածներ, ատամնաբուժա, կոլեգա, ես կոլեգա հարգող մարդ եմ, պրոֆեսիոնալնա էթիկա, ի տարբերություն քեզ ագարկա, այս մարդը բալի գործեր անում, մարդկանց ցավից ազատամեր, լնդերեր վերականգնեմ, պրոթեզեր դնեմ, ատամնաբուժ, բժիշկ մարդ, ով է քո երեխեն, Լևոն Բանդուրյան, քանի տարեկան, 19, ստեղ առաջանում է քո տղու Facebook-յան էջը, ես մտա նայեցի, մեր լուսանկար հանեք գցել եմ, Telegram կանալ, մի րոպե, ուրա, բանեք մի հատ վերև, քո տղու Facebook-յան էջի լուսանկարներն են, Մակարով տեսակի ատրճանակը դրելա, գրելա, ու իմ համար մեկա, ով է մեշկիցս խոսացողը, բարևում եմ իա մորը, ու զենքա դրե, 19 տարեկան լակոտ ես, ինչ ես քեզից ներկայացնեմ, այ գանդոն, որ քո մեշկի հետևն էլ խոսան, դու էլ իա մամային բարև ես, ստատուսա դրե, դու չես տեսեք քո երեխու նկարը, անցակ առաջ, մյուսը, դրելա զոնա, նկարնա դրել, գաղուտ, աղունիկ, ձեռներ, շղթաներ, այսինքն քո 19 տարեկան լակոտը, որ հիմա պիտի բանակում ելներ, ոչ թե խախի մամային բարևեր, այդքան բարևել ա ուզում, թողնա թուրքերի մամային բարևի, քո տղեն, հլը մեթմա, ինչ ես բոզդաղ այդ օբեկտի անուն, օբեկտ, best western bohemian resort, մալը տավո, որ էթմա, գիշերաժամ, ինքը նաև էթմա ախրանիգով, դու ախրանիկ ես տվե քո տղուն, ինչի համար, ով ա քո տղեն, Թրամփի տղենա, Լուկաշենկոյի տղենա, Ալիևի տղենա, ում տղենա, Էրդողանի փեսենա, ով ա, որ քո 19 տարեկան լակոտը, ֆրմա ախրանիկով, հիմա էլ ասում են ինքը չի խփե, ախրանիկ դա խփե, այդ ախրանիկը խի ա խփում, չխի, ով կարգադրությամբ ա խփում, կամ քո տղեն ով ա երեկվա լակոտ, դլոներին վեկալ է գնացել օբեք ծծամ թքմեն յայրերես, միատ էլ ընդեղ իշոր մեկալ եմ կվուրա տալեմ ես անեմ հելմա, արա հերիկա, ով ա ինքը, հա կվուր են տվե, ոքե կվուր են տվե, հասարական կարգը խաղթել են, խերիս, բայց քո լակոտնով որ հլեմ դիտողություն անեմ, դիտողություն անեմ կվուր, կրակոս բան դեստեր, ախանիքն էլ հանեմ դյուլմա, 3 հոգու, մեկը մերավ երկուսը ծանր, միատել կրուտիտ ասացեն ինքը էպիլեպսիկ է, դրա համար չի գնացել բանակ, զանգել են վայնկամատ, սաղ գեղար քունիկի վայնկամատները բանանք է, պանիկա դոգը զանգել է, ինչ խրս էպիլեպսիկա, բա ավտո, ոնց է կշլ, այդ ոնց է ստասում, որ էպիլեպսիկ հեզ ձեր երեխեքն են ըլլում, ովա է տղենա էպիլեպսիկ, աշակի տղենա էպիլեպսիկ, այդ սեր սաղ երեխեք են, բանել այդ էպիլեպսիկ են, բանակում լիքը էպիլեպսիկով հիվան կա, ոնց են ծարայան, Աննա Վարդապետյան հարց եմ տալի քեզ, այ եթե քո զինվորական դատախազություն կոչված բոզի տղեկի հավաքածում, նորմալ հսկողություն իրականացներ, ոչ ընկեր օրե բանը նորադուսի արայի տղեն բանակում ելներ հիմա, բժիշկն էլ ողջ կլներ, ատամնաբուժը,
Որտեղից զենք։ Չի հարց եմ տալի։ Լավ, նրան այն կոմին Ղարաբաղի բոզի տղա նախագահն ա տվել զենքը, բա քեզ ով ա տվել զենքը։ Ինգեր նորադուսի արավ, քեզ ով ա տվել։ Որ հենց մի հատ դու տվել ես ախրանիկիդ տղուտ համար 19 տարեկան լակոտը, որ ախրանայով ա ֆռռում։ Էլ այդ մարդու դասիրակությունից դու ինչ ես ուզում։ Մի հատ էլ աչով ձախով զանգում են, ես են անում, թե ես մտով այդ թեմային չանդրադառնամ։ Ինչի։ Արգիշ Չարայման դիվանագիտական անձնագիր ըզնից ուզում ես։ Գիտեմ որ ուզում ես։ Ուրեմն եթե դու ուզում ես դիվանագիտական անձնագիր, օբյեկտիվ քննվում է այս գործը։ Ու չտա Աստված, եթե հանկարծ օրերից մի օր ես տենամ, որ Լևոն Բանդուրյանի խաբաբամիջոցը փոխվել է։ Դες ինչ եմ ասում։ 8 տարի կես մարդիկ բերթերում փդմեն առանց դատու դատաստանի։ Ասում ա ծեծելով մարդ է սպանել։ Հոդվածը դրել է խուլիգանություն։ Ինքեշ Լևոն Բանդուրյանը իր Facebook-յան էջի մեջ պաշտում մոգացնում է Բերթը սիրում այդ տղեն։ Այդ տղեն Բերթից չպիտի դուրս գա։ Ամենանդեպս դեմի մի քանի տարի։ Եթե դու ուզում ես ինձնից ստանաս դիվանագիտական անձնագիր։ Չես ստանա։ Եվ այսօր ինքեշ նորադուսի արա։ Սրա ամենամեծ մեղավորը դու ես։ Ոնց որ կասեր մեր հարևան Զոյան, դաստիրակողդ մեռնի, այ դու պիտի մեռնեիր։ Այս 19 տարեկան լակոտը ստատուսա գրում, դու չես տենում քո տղու վարքը, դիրքը, դու չես տենում ինչեր են խոսում քո տղու հետևից։ Ես ինչ ես դաստիրակել, հա? Ով է։ Ասում են ինքը էպիլեպսիկ կա, ոչինչ, դու էպիլեպսիկ գնա բանակ։ Քո տղեն էպիլեպսիկ կա, Վանեցյանի տղեն չգիտեմ, Արգանդի մինինգի դա, Տարոմականի տղեկը հղի են, բանը, Արշակի տղեն, ոնց ասում, որ ես մորը ծսրած եկնային գրասենյակը, ինչքան չոր ցավ կա, լցմալ ձեր վրեն։ Այն բանակը մնում են չունևոր եւ ալի համար, հա։ Հարց։ Գյուղացու չունևոր բանվորի եթեմի համար։ Ով է սրա մեղավորը։ Այս իշխանությունները։ Բայց դու հայր ես, դու չես ասում, տղա ջան, ես քո որ, այսինքն ինչ դաստիարակություն ես տվել, որ 19 տարեկան լակոտի վրա ախրանիկ ես կծեմ, զենքը ձեռը, որ ինչ անի։ Արեց։ Հիմա խառվել եք, ասում չէ, նրանք են մեղավոր, քֆուր են տեղ, լավ են արել։ Իրանք սևանը կուզեն քֆուր կտան, կուզեն ժաշ կտան, քո ինչ գործ։ Քո լակոտը քֆուր չի տալը, թե պցերի մոտ իաներ ուզում, ցույց տա, որ ինքը տղա է։ Ու սրա մեղավորը դու ես։ Ընկեր MVD-ի մինիստր, դրանց Երևան քաղաքում Շմոն եք արավ, Նիկոլին Գյուլլող կիլլերներին եք ուզում հայտնաբերեք, ոնց որ Նիկոլին Գյուլլող կիլլերը զենքը դոշին խփած, պիտի Երևանի մեջ ֆրաջ, որ դուք Նիկոլին Գյուլլող կիլլերներին գտնեք, որ բոզի տղեն Եվրոպայից հետ գա։ Այն Նիկոլը Եվրոպայա, կիլլերները տունը նստած Պորրո է, գեյ պորրո է, նայեմ ժաժ են տալեմ, ինչի պտի զենքը ձեռև եկալի Երևանի մեջ մանկա, որ դու իլան կտնես, այ աբաս անգրագետ գյոտ, բա բրնամ եք սեստենին բրնեք, բա չգիտեք, որ ալիքի, արայի տղեն զենքը վրա խպած վրնամա, բա կնայք բրնեիք ես ու էդ մարդը չեր մերնեի, էդ նույն ատամնաբուժը լավնան օրինական զենք էր, բա ես էլա օրինական, չհաստ, Եվ ես բանը խոսակցությունը, որ Նիկոլը փախած է երկրից, մինչև կիլլերներին գտնես, բան չի, պատահական չի, բոզտեղեն գիտի, որ լավը ծռելու է։ Եթե լավ կիլլերները, խնդրեմ, Տրամփի դեմը, եկա պարկավեր երկար մազերով, բոզի տղեն, ասկի, ոչ մեկ չասեց, այ հաղպի տղա դու ով ես։ Այո, Նիկոլի կիլլերին ջեն բարևներ, ազգային հերոսի կոչում։ Կիլլեր են մանգալում, ատես կիլլեր են մանգալում, զենքը ձեռը մաներ գալու, Նիկոլա մանգալու,
ոչխարներ։ Այդ մեկ քո երկու դատախազները ընկեր Աննա Վարդապետյան, Դոխոյան եւ Հարությունյան, որոնք որ դատական նիստերի պիտի գնային ամեն երկրորդ 5 շաբթին, Անդրանիկ Արմանդարյանի դատն է։ Խնդրեմ չեն գրացել նորից։ Մնաց միան դատականից եւ դատավորը գնում է Արցախուրդ օգոստոսին։ Այդ տղեն նորից ամիսուկես էլի հենց գալիս է ապացույցները քննելու պահ, քո դատախազները հավես չունեն, հիվանդանում են, դատական նիստի են, հետո կգանք։ Դոխոյանը հիմա այդ քո այդ ինչ էր սրա անունը։ Իրոպե։ Նշանիկին ես քեզ խորհուրդ եմ տալիս փոխարինես Դոխոյանով։ Նիհար, այն է նրան չէ։ Դնա թո Դոխոյանն էլ քեզի գա շինի, բարգեմ Դոխոյանից երեխա կունենաս։ Չես ասում Դոխոյան լավը ծռեմ, դու դատական նիստ ես, քիչ ես։ Լավ, դու չես ներկայացել, թո Հարությունյանը գնա։ Այն մարդիկ բերթերն պդմել։ Խնդրեմ, եւս մեկ ապացույց, որ դու փնթի ագարկա ես։ Երկրորդ ապացույցը քեզ, որ դու փնթի առարկա ես, որ այդպես էլ բանակից ազատված որևիցե մի օլիգարխի եթե մի վերաբերյալ քրական գործ չհարուցվեց, հանրությանը չներկայացվեց եւ այդ զինվորը բանակ չզորակոչվեց։ Մյուսը այդ նույն օբյեկտի տիրոջ տղեն Ալեն Արսենի Ասլանյան նկարավ եկալ է գցել է իբրտեց երկում այդ տղեն մարդը երկելա սիրեմ ինչի եք խոչընդոտում մարդու վոկալի զարգացմանը տարեք բանակ որպեսզի այդ տղեն 2002 թվականից ծնունդ է տարեք բանակ որ այդ մարդը երգի շարքով ճաշարան գնալուց երգի ռազմոտ գնալուց երգի ընդդեղի չամանամ Ադբոյ գնալուց երկի, մարդը սիրում է երկեր, ինչի եք խոչընդոտում երկի, հաղորդումը տան, որ չասեք, հաղորդում չկա, չենք կարա տանենք, այդ մարդու երեխուն բանակ, ուրա։ Օբյեկտի տերն է, այդ նույն օբյեկտը, որտեղ որ բան եղել է, սպանություն տղեն ազատված ամանակից։ The number you have dialed is currently unavailable. Ռազմական ոստիկանություն Մարսակյան Մայոր Սաքսյան, բարև ձեզ, Մայոր Ղուկասյանն է։ Ալո։ Ալո Ալո, խնդրում եմ հաղորդում ընդունեք։ ասեք Գրեք ուրեմն Ալեն Արսենի Ասլանյան։ Ալեն Արսենի, հնջդվով։ Ալո։ Ինչ եղավ սրան։ Իվարկը։ Fulcrum, GOQR. Ռազմական ոստիկանություն Մարսակյան Մայոր Սաքսյան կապ ընդհատվեց, կներեք, գրեք, Ալեն Արսենի Ասլանյան, այո 22-12-2002 թվականի ծնունդ, գրանցված է քաղաք Սևան, Նաիրյան փողոց, 170 շենք, 21 բնակարան, Այրան փողոց 170 շենք 21 բնակարան, 21 բնակարան Best Western Bohemian Resort ռեստորանի սեփականատիրոջ
տղենա շատ ասիրում երկել։ Ինչի ռազմական ոստիկանությունը հնարավորություն չի ընձեռում այս տղային, որ մարդը բանակում երկի, ճաշարան գնալուց, ռազվոտ գնալուց, ես փոխանցեք ընկեր ոստիկանապետին ռազմական։ Մի հատ բարձեք, ինչի չի ծառայել։ Շնորհակալություն։ Որտե բան երկում Ինքը շատ է սիրում երկել ռեստորաններում, իա պապայի ռեստորանում երկմա, տելեգրամ կանալում դրածա իմ, այս հարց օպեր գծով տեղակալին տարեք բանակ թող է տղեն երկի բանակում, շնորհակալություն։ Տիրոջ տղեն էլ հետը, նորից հետ եմ ասում էլի բանակը, դարելա բանվոր դասակ, բանվորա գյուղացիական բանակ եւ Կրասնայա արմիա, всех сильней։ Ասենք ոնց են 17 թվին մեն հեղափոխության, ինչքան գյուղացի չունե որ ռամիկա սաղ մտելին կամիր բանակ։ Այ հիմա այսօր դարելա մեր վիճակը, որովհետեւ ռազմական ոստիկանությունը, ես ռազմական ոստիկանությունը չեմ մեղադրում։ Ռազմական ոստիկանությունը բռնբերում է, զինվորական դատախազությունը, всё, ջրն ճամփում է քնչականի հետ միասին։ Բոլե մենել սրանք բռնբերում են։ Զինվորական դատախազություն չկա, պաշտպանության նախարարություն չկա, գլխավոր շտաբ չկա, գլխավոր դատախազություն չկա, ժողովուրդը չի հելնում ասում, ձեր մորը ծսցնեմ այդ բանակը մեր համար ամենակ, հա? Եվ խնդրեմ, ձեր դաստիարակության արդյունքում, ինքեր արա, մենք այսօր երեք ավելի շուտ կորցրեցինք ատամնաբուժ։ Ատամնաբուժ, որը որ կյանքի բերումով եւ կոչումով նրա համար էր, որ ծառայեր մարդկության, հələ մի րոպե։ Ալո։ Հասկանում եք։ Ես ցավում եմ ատամնաբուժի հարազատներին եւ բարեկամներին, ինչպես նաեւ ընտանիքի մյուս անդամներին, եւ սրա մեղավորությունը այսօրվա իշխանությունն է իրենց բարդակով։ Եվ սրա ֆոնի վրա որոշակի փլուշներ, ինչպիսին օրինակ Սարգիս Կարոլինայի սեփականատեր Երվան Թարվերձյանն է, որ հիմա գնաս ասես մի հատ չունե, որ ընտանիքի դեղի փոխտու չի տա։ Բայց 10 միլիոն դրամ փոխանցում է Աննա Բոլեյնի հիմնադրամին, նույն Երվան Թարվերձյանը, ով որ մտածա Սերժի ոռը։ Այսօր հասարակությունը չի ասում, բոզի տղա, 10 միլիոն խես փոխանցել։ Քրիստիկ պատրաստում է Երվան Թարվերձյանի վերաբերալ ի ընտանիքի անդամների, ովա ինչացույա կնիկ, սիրած, քած, գյոտ, բոս, տղա, աղջիկ, հարց, փեսա, բոլորի վերաբերալ տեղեկանքները ղրգմեք։ Ես մտնելու եմ Երվան Թարվերձյանի տուն 10 միլիոնի սեքսան եմ ընտանիքի հետ։ Եվ վերջում, սիրելի հայրենակիցներ, նորից ուզում եմ դիմել հանրության օգնությանը։ Ինչպես գիտեք, մենք ունենք հոյակապ փաստաբանական թիմ, խոսքը վերաբերում է Lev Group փաստաբանական գրասենյակին, ցավոք սրտի բավականին թանկ, բայց որակյալ։ Ուստի ես պետք է դիմեմ հանրության օգնությանը, դուք մեկ անգամ օգնել եք մեզ, մենք անցկացրել ենք դրամահավաք եւ կարողացել ենք վճարել այդ փաստաբանական կոմպանիային մեր ժողովրդի, այդ թվում նաեւ իմ իրավունքները պաշտպանելու համար Հայաստանի Հանրապետության դատական եւ դատական արձաներում, մարդու իրավունքների եվրոպական դատարանում եւ այլն։ Եվ հիմա մենք նորից ունենք ձեր օգնության կարիքը, սիրելի ժողովուրդ։ Ես այո, կարող եմ շատ հանգիստ կերպով պայմանավորվել, զանգել, չգիտեմ, այս օլիգարխին, այն օլիգարխին, սրա վզին դնել, նրա վզին դնեի, ասեի, չգիտեմ, տարեք, բնվճարեք, չնայած իտակ
կրուգոմ բեգոմ նյութեր են բան հրապարակում վիդեոներ Վարդան Ղուկասյանի անունից չգիտեմ դոդից են փող վեկալ է Վարդան Ղուկասյանի անունից թողմախի մայրից են փող վեկալ է ումը որ փողը տվել ես թողմախի մեր եւ դոդ եթե տվել ես իհարկե որովհետեւ խիստ կասկածում եմ նա մանավան թողմախի մայրի լավը ծռես նա փող տվող չի ումը որ տվել ես գնա լավը ծռելով քո փողը վեկալ հետ որովհետեւ ես քո փողը չեմ տեսե, ես քո փողը չեմ ստա։ Իմ անունից ումը տվել ես։ Եթե ես փող վեկալող լինեմ եւ այլն, ես կարող եմ հանգիստ ասեմ գագո, չնայած գագոն պիտի քտիցակ ունենա ֆայմի, իմ իրավաբանական ծառայությունները մատուցող գրասենյակին խնդրում եմ փոխանցի այսքան գումար։ Հիմա ես դիմում եմ հասարակությանը, այն որ ասում են ինչով ձեզ օգնենք, պարոն Ղուկասյան։ Ես շուտով, այսինքն եթերից ամենջապես հետո, իսկ ես հատվածը խնդրած կլինեմ բոլոր TikTok-յան, Telegram-յան, Instagram-յան կանալներին կտրել եւ բանկային տվյալները փակցնել անմիջապես այս նյութի տակ, որպեսզի Հայաստանում գտնվող մեր հայրենակիցները, եթե ցանկանում են մեզ օգնել, գումարը բան փոխանցեն այդ հաշվի համարին, Եվրոպ այնտեղ կա եվրոյով առանձին, դրամով առանձին, ռուբլով եւ դոլարով, որպեսզի ձեր օգնությունը ինձ Այսպայն իրոք պետք է եւ անհրաժեշտ է մեր հետագա այսպես ասած իրավաբանական պայքարի համար, մեր քաղբանտարկյալների հետագա իրավաբանական ծառայությունների համար եւ ինձ հետ կապված, որովհետեւ մենք չենք ձգում եւ իրավաբանական ոչ մի ծառայությանը վճարենք եւ կուսակցության ծախսերը փակենք եւ այլն եւ ժողովրդին ինչ-որ մի ձեւով հետ օգնենք, այդ իսկ բանը պատճառով ես որոշել եմ դիմել ձեր օգնությանը Եվ դրա հետ մեկտեղ, ինչպես գիտեք, մենք մի քանի անգամ վաճառել էինք մեր հաղորդման այս մատյանները։ Ես նորից վաճառքի եմ հանում 2 հատ մատյան։ Այն անձինք, ովքեր որ կցանկանան աճուրդով ձեռք բերեն այս մատյանը, սրանից բան 2 հատ է, ապա գինը կարող են իրենց առաջարկած գինը կարող են ուղարկել միայն ընդունվում է գնային հաղորդագրությունը։ Կարող են ուղարկել +1 929 919 55 01 հեռախոսահամարի WhatsApp-ին մեկնարկային գինն է այս մատյանի 400,000 դրամ։ Մենք այս անգամ վաճառում ենք դրամով, որովհետև դոլարը արժեզրկվել է։ Մեկնարկային գինը, նորից եմ կրկնում այս մատյանի, որը որ ամբողջ պատմություն է, 400,000 դրամ։ Վաճառված գումարը ուղղվելու է փաստաբանական գրասենյակի հաշվի համարի վրա։ Այսինքն, եթե դուք պիտի գնեք, մենք ձեզ ասում ենք, այո, դուք եք գնորդը, այդ ուղարկելու ենք հաշվի համարը, դրամով, դոլարով, եվրոյով, դուք վճարնանելու եք բանկային Lev Group կամպանիայի վրա, եւ այս մատյանը ձեր ուղարկած հասցեով Պոշտայով գալու է ձեր տուն։ Մենք միանգամից վաճառք ենք անում 2 հատ։ Սա հետ կապված։ Իսկ այն անձինք, ովքեր որ ցանկանում են, նորից եմ կրկնում, մեզ օգնել, կոնկրետ Վարդան Ղուկասյանին, ինձ դուք անում եք մեզ լավություն, որովհետև որակյալ իրավաբանությունը ցավոք սրտի թանկ հաճույք է։ Նույնիսկ եմ կրկնում անցած անգամ ձեր շնորհիվ մենք հավաքեցինք, տվեցինք, շնորհակալություն եմ հայտնում բոլորին։ Հիմա արդեն մի տարի ու կես անցավ նորից դրա անհրաժեշտությունը կա, մինչև որ իրավական դաշտում մենք հասնենք հաջողությունների։ Ես շնորհակալ եմ այդ ընկերությանը, իրանց շնորհիվ հանվեց Վարդան Ղուկասյանի Ինտերպոլի հետախուզումը իրանց ներկայացված փաստերի իման վրա, իրանց շնորհիվ Եվրոպական դատանը պարտադրեց Հայաստանի Հանրապետությանը փաստաբան տրամադրել Արման Մկրտումյանին եւ այդպես շարունակ։ Դրա համար ես դիմում եմ մեր հարազատներին, մեր աջակիցներին, շատ եթերից անմիջապես հետո Lev Group փաստաբանական գրասենյակի հաշվի համարները, բանկային հաշվի համարները ես կտեղադրեմ Telegram կանալ, Facebook, Instagram, TikTok եւ այլն։ Իսկ այն անձինք, ովքեր որ ցանկանում են գրանցվել մեր կուսակցությունում, կարող են զանգարել 93 47 41 80 հեռախոսահամարին ամեն օր, բացի շաբաթ-կիրակի, ժամը 9:00-ից մինչև ժամը 18:00 միայն կուսակցական գրանցման հարցերով։ Նորից եմ կրկնում 93 47 41 80։
եւ վերջում մեր հաղորդման լավագույն հետևորդներից մեկին անազգանունը չեմ հրապարակում, ինչպես հիշում եք, սա փակցված է իմ պատի վրա, ես այստեղից սա հանել եմ եւ որոշել եմ նվիրել տվյալ անձին, վաղը այդ նվերը ես կուղարկեմ իրան, եւ առհասարակ մեր հաղորդման լավագույն հետևորդներին, մեր աջակիցներին ես որոշել եմ մերթ այստեղ հավաքված առարկաները անվճար ուղարկել տվյալ անձանց, ովքեր որ բարեկամքի դրսևորում են ցուցաբերում հանրային դատ հաղորդաշարի նկատմամբ, ոչ թե կուսակցության, այլ հաղորդաշարի։ Այսքանը շնորհակալություն, իսկ այն շորթողները, մորթողները, որոնք որ կան, ընկեր թողմախի մեհեր, ընկեր գագու գնացեք ձեր հարցերը բանը բարձեք, ում ինչ եք տվել եւ ինչի համար եք տվել, եթե իհարկե տվել եք։ Այսքանը շնորհակալություն, միշտ նոր հանդիպում։